Պաշտոնական այցով այսօր Երևան է ժամանել Վրաստանի վարչապետ Գեորգի Քվիրիկաշվիլին։ Առավոտյան կառավարությունում երկու երկրների վարչապետների բանակցություններից հետո Կարեն Կարապետյանն ու Քվիրիկաշվիլին հայտարարեցին, որ իշարս այլ հարցերի քննարկել են նաև համագործակցությունը էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներում։ Ընդ որում Հայաստանի վարչապետը ուշագրավ հայտարարություն արեց, ոչ միայն մանրամասն քննարկել են տրանսպորտային ոլորտում համագործակցության հարցը, այլև պայմանավորվել են, թե այդ ուղղությամբ երկու երկրներ ինչպես են շարժվելու առաջ։ Մենք քննարկել ենք եւ մեր երկկողմ հարաբերությունները, եւ տարածաշրջանային, եւ ռեգիոնալ։ Խոսել ենք հնարավոր ուղղությունների մասին մեր համագործակցության, դա եւ մեղրու ազատ տնտեսական գոտիներ։ Մանրամասն խոսել ենք եւ այսօր դեռ կշարունակենք խոսել եւ պայմանավորվել ենք ինչպես ենք շարժվելու առաջ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում։ Վրաստանի տարածքով Հայաստանը Ռուսաստանին կապող ու վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի հարցը հայտնվեց օրակարգում մոտ 1 տարի առաջ, երբ 2017-ի փետրվարին Թբիլիսի կատարած այցի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում անակնկալ հայտարարություն արեց։ Մեջբերում եմ. Եթե ձեզ հետաքրքրում է արդյոք լինելու է Լարսի ճանապարհի այլընտրանք, ապա վստահեցնում եմ ձեզ, որ այո, լինելու է։ Մնացածի մասին կխոսենք հետագայում, փակագծերը դեռ չեն բացում։ Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք ինչպես Լարսի հարցի վերաբերյալ, այնպես էլ էներգետիկ միջանցքի, մեջբերման ավարտը։ Կարապետյանի հայտարարությանը տարվա ընթացքում հետևեցին էլ ավելի ուշագրավ զարգացումներ։ Անցած տարվա դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Վրաստանն ու շվեյցարական SGS ընկերությունը պայմանագիր ստորագրեցին, ըստ որի այդ ընկերությունը պետք է փաստացի մաքսային ծառայություն մատուցի ու մոնիթորինգ իրականացնի այն բեռնափոխադրումների համար, որոնք Ռուսաստանից Վրաստան եւ հակառակը կուղղվեն չճանաչված հարավային Օսիայի տարածքով։ Փաստաթուղթը կսկսի աշխատել, երբ շվեյցարական ընկերության հետ այն ստորագրի նաև Ռուսաստանը։ Իսկ այս տարվա հունվարին Մոսկովյան Կոմերսանտ պարբերականի հետ զրույցում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը խոստովանեց, վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի գործարկման առնչությամբ Հայաստանը խնդրանքով դիմել է Ռուսաստանին։ Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդես գալով լրագրողների առջև Վրաստանի կառավարության ղեկավար Քվիրիկաշվիլին ընդգծեց, քննարկել են կարևոր ուղղություններ, ինչպիսիք են էներգետիկ ու տրանսպորտային ոլորտները։ Դիդի մադլոբա, հատոնո պրեմիեր-մինիստրո Իմ գործընկերոջ կողմից ընդգծվեց տարածաշրջանային համագործակցության նշանակությունը։ Մենք պատրաստ ենք, որպեսզի բազմակողմանի նախագծերում Հայաստանը Վրաստանի հետ էլ ակտիվորեն մասնակցի։ Համարում ենք, որ այս առումով երկու երկրները կարող են ավելի շատ շահել, օգտվելով ազատ առևտրային գոտու եւ պայմանագրերի ցանցից, որոնց մաս են կազմում Վրաստանը եւ Հայաստանը։ Վրաստանը կօգտագործի Հայաստանի այդ հնարավորությունը։ Չնայած անցած տարվա դեկտեմբերի սկզբին մեծ աղմուկ բարձրացրեց Քվիրիկաշվիլիի որոշումը Երևան ժամանելուց ընդամենը ժամեր առաջ չեղարկել իր հայաստանյան այցը, սակայն նախորդ 1 տարվա ընթացքում հայ-վրացական հարաբերությունները նկատելիորեն ակտիվացան։ Կարեն Կարապետյանի այցից հետո անցած տարվա դեկտեմբերին Թբիլիսիում պաշտոնական այցով էր նախագահ Սերժ Սարգսյանը, օրերս Երևանում հյուրընկալեցին Վրաստանի կառավարության ազդեցիկ ներկայացուցչին, փոխվարչապետ ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիային։ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության համաձայն անցած տարի 2016-ի համեմատ հայ-վրացական առևտուրը աճել է 1.5%-ով, կազմելով $248.9 միլիոն։ Այս ցուցանիշով անցած տարի Վրաստանը Հայաստանի 7-րդ խոշորագույն առևտրային գործընկեր պետությունն էր։ Թբիլիսիում գործող Ալիք մեդիա հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խարատյանի խոսքով նկատելի է, որ նախորդ տարվա ընթացքում հայ-վրացական հարաբերությունները որոշակիորեն ջերմացել են նաև պաշտպանության ու անվտանգության ոլորտներում։ Այս տարի բանակի օրվա կապակցությամբ վերջին 4 տարվա ընթացքում, քանի ես այստեղ եմ եղել եւ հետեւել եմ, դա առաջին դեպքն էր, երբ Վրաստանը պաշտպանության նախարարի մակարդակով էր մասնակցում մեր բանակի օրվան։ Պետք է նաեւ հաշվի առնել այն, որ Վրաստանն ասենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ռազմական համագործակցության տեսանկյունից շատ ավելի խորացած հարաբերություններ ունի։ Օրվա երկրորդ կեսին Վրաստանի վարչապետին ընդունեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջև ամրապնդվում է համագործակցությունը տնտեսության, մշակույթի եւ մյուս բոլոր ոլորտներում։